Վստահության բարձրացում, էլեկտրոնային տարբերակի անցում, գրաֆիկաներով մատնանշվող աճ, նման տոնայնությամբ նախ շուրջ 1 ժամ ֆինանսների նախարարը ներկայացրեց 2013 թվականին կատարված աշխատանքները, ապա յուրաքանչյուր լրագրողին ընդամենը 1 հարց հնչեցնելու նախապայմանով սկսվեց հարց-պատասխանը։ Սկզբից հավանական վտանգների մասին։ Հունվար ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում ռուբլին շուրջ 6%-ով արժեզրկվել է։ Տնտեսագետների գնահատմամբ այն շարունակում է իջնել, հասնելով վերջին 4 տարիների ընթացքում դոլարի նկատմամբ ամենացածր շեմին։ Այս միտումներն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, հարցրեցինք նախարարին։ Մեր վերլուծաբանները հիմա փորձում են հասկանալ բացի տնտեսական աճի եւ ներդրումների ցուցանիշներից, այլ ինչ գործոնների վրա մենք կարող ենք զգալ ազդեցությունը կլինի, դա արդյոք փոխարժեքի գնաճի, թե այլ ցուցանիշների։ Ապա Դավիթ Սարգսյանը բացատրում է, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունում ռուբլին արժեզրկվում է։ Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի ռեժիմի քաղաքականություն։ Իրանց մոտ կա այսպես կոչված վալյուտնի կորիդոր, երբ արժույթը չպիտի տատանվի այդ կորիդորի սահմաններից վերև կամ ներքև, իրենք աստիճանաբար ընդլայնում են այդ վալյուտնի կորիդորի սահմանները։ Ռուբլի արժեզրկումը կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո շատ տնտեսագետներ չեն բացառում, որ մոտ ապագայում Մաքսային միության անդամ երկրները կարող են ունենալ միասնական արժույթ ռուբլու տեսքով։ Ոչ Ռուսաստանը, ոչ Մաքսային միության այլ երկրներ նման հայտարարություն հստակ, որ օրինակ X թվականից իրանք անցնում են ռուբլու գոտու, չեն արել։ Հիշեցնենք, Մաքսային միության անդամ երկրները ըստ ապրանքատեսակների պետք է համաձայնեցնեն դրույքաչափերը։ Այն մասին, որ անդամ երկրների ներսում այս հարցերի շուրջ սկսվել են տարաձայնություններ, նախարարը տեղյակ չէ։ Փոխարենը բացատրում է, թե ինչպիսին է իրադրությունը Հայաստանի համար։ Գոյություն ունի 3 երկիր, որոնք արդեն եկել են իրար հետ համաձայնության, օրինակ սակագների մասով։ Բնական է, որ եթե Հայաստանը անդամագրվում է Մաքսային միության, դժվար է ակնկալել, որ մենք կարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը։ Հնչեցված հաջորդ հարցին նախարարը հատուկ էր պատրաստվել, գիտեր այդ մասին հարցնելու են, ուստի վերցրեց թուղթն ու սկսեց կարդալ։ Մեր գանձարանում այս պահին կա 89 կիլոից մի քիչ ավել, 89 կիլո 392 գրամ ոսկի։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ նիստի օրակարգում ներառվել է որոշման մի նախագիծ, որով աճուրդի պետք է հանվեին թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալությունում պահվող արժեքավոր իրերը։ Որոշումը սակայն մերժվեց։ Նշենք նաեւ, որ ասուլիսին պարզ դարձավ նախարարը պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում ընտրել է միջին ռիսկայնության գերմանական ֆոնդ, իսկ հարցին, թե ֆինանսների նախարարությունը պատասխանատվություն կրում է պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար, Դավիթ Սարգսյանը պատասխանեց. Այո, ոչ միայն ֆինանսների նախարարությունը կրում է պատասխանատվություն, այլ նաև ինչպես ասեց իմ գործընկեր նախարարը, մենք չափազանց հպարտ ենք, որ ոչ միայն կրում ենք այդ պատասխանատվությունը, այլ նաև մասնակցել ենք այդ համակարգի նախագծմանը։ Հարկ է նշել, որ ասուլիսի շրջանակներում նախարարը շրջանցեց ՊԵԿ ֆինանսների նախարարություն հակամարտությանը վերաբերող հարցերը, համարելով, որ այդ թեմայի շուրջ բոլոր պարզաբանումներն արդեն իսկ տրված են։ Նաիրա Նալբանդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։